Ուժ աշխատողների օգտագործած ձևակերպումներն ու բառապաշարը չափազանց մեղմ է, այն չի համապատասխանում այն որակումներին, որոնք հնարավոր է տալ երկրորդ հոդվածով նախատեսված արարքը որակելու համար։ Մեզ թվում է մեր համոզմամբ, որ դա այն ծայրահեղ կոմպրոմիսն է, որին ուժ անձնակազմի աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով գնացել են և ինչ-որ ցուցմունք տվել են այդ ուղղությամբ։ Ուզում ասեմ, որ մենք խիստ կասկածի ենք դնում այդ ցուցմունքների թույլատրելիությունը քրեական դատավարության տեսանկյունից։ Եվ դրանք և այդ ցուցմունքներով, որոնք այս պահին առկա են և հրապարակված են դատական քննության ընթացքում, հնարավոր չի նկարագրված գործողությունները որակել որպես 218 հոդվածով նախատեսված հանցավոր արարք։ Մյուս հարցադրումներ։ Այսինքն Պავლոս Երգորյան, այս գործով կարող ենք ասել, որ Վարդան Եղազարյան Պարեոսյանի ուժող չեն համարում։ Հիմա համարում են ուժող այդ գործով, թե չէ։ Նկատում եմ իրենց կարող են ցուցմունքները սենց թենից նրանցից կարող են վերցնել։ Ուժողը չի միայն ցուցմունք տալի քրեական դատավարության իմաստով, բաննել է, վկանել է տալիս և ամենայն հավանականությամբ վկայի կարգաժեղում են, ուղղակի որոշ նրբություններ կարող են, թե չեն կարող են իմաստով, մենք երևի ձեռնպահ մնանք, ասեմ ինչի համար, որովհետև հիմա նաև պայքար է գնում մեր թիմի ինտելեկտուալ պրոդուկտի և հակառակորդ թիմի, այսինքն պետության ներկայացուցիչների ինտելեկտուալ պրոդուկտի միջև և մենք որոշ նրբություններ երևի չասենք, չանդրադառնանք, տեսնենք, թե ուր են հասնում իրենք և ըստ այդմ մենք կպաշտպանենք արդեն իրենց ձեռք բերած ապացույցներից և կատարած իրավական դատողություններից։ Իհաց կարելի։ Չասենք նոր բաց, ուտի հարցում Ես ուզում եմ խոսել ոչ իրավաբանական տերմիններով, այլ զուտ քննարկել իրադարձությունները, որը տեղի ունեցավ։ Երբ որ Սասնա Ծռերը ազատ են արձակում ոստիկանի, որը պատրաստում է նշանдрեքի մասնակցել, երբ որ ազատ են արձակում բոլոր ոստիկաններին, առանց որևիցե նախապայման, արդյոք նրանք պատաններ վերցնելու ընդունակ մարդիկ են թե ոչ։ Իմ կարծիքով ոչ։ Եվ միայն այդ կողմը քննարկելուց արդեն պարզ է դառնում, որ այդ մարդկանց բարոյականությունը և իրենց արած գործողությունները ուղղված են միայն և միայն հայ ժողովրդի, Հայաստանի պետության, անհանգստության ուղղված քայլերով։ Իսկ ինչ վերաբերվում է իրավաբանական այդ մանրուքներին, իհարկե այդ բոլորը պետք է կատարվի միայն և միայն իրավական դաշտում, որը ես խիստ կասկածներ եմ, տեսնելով այս վերջի օրերի իրադարձությունները, ինչպես է, ասենք, ոստիկանությունը և իրավապահ մարմինները խախտում օրենքները հենց մեր ընտանիքի հանդեպ սառը զենքի կասկածանքով մարդիկ են վերվում, Լևոն Բարսեղյան, Ալբերտ Բաղդասարյան, ինձ, նույնիսկ տղաների մայրն է բերման ենթարկվել մեղադրանքով, որը սառը զենք։ Ես զարմանում եմ ուղղակի այստեղ խոսում է ինտելեկտի մասին, իրոք այդ ինտելեկտի մասին, որ նույնիսկ սահմանափակ ինչ-որ մտածողության արդյունք է, ինչը ուրիշ բան չկա, որ դանակ սառը զենք և ընդհանրապես այդ գործելավոճը, որ մարդու գրպանը դանակ են գցում, սարքում են գործեր և ես համոզված չեմ հիմա, որ ասենք ցանկացած գործողություն իրավաչափ կլինի և արդար դատավարություն կլինի։
Բացի այդ ուզում եմ նաև ուշադրությունը հրավիրել բոլորի այն բոլոր մարդկանց, այն բոլոր նվիրյալների, որոնք այժմ գտնվում են բանտերում, ոչ կապ, ոչ Սասնացարի անդամներ, որոնք իրանց ձայնն են բարձրացել, իրենց բողոքն են բարձրացել, ոչ մի անկարգությունների չեն մասնակցել, ընդհակառակը մենք բոլորս ուղիղ եթերով տեսանք այդ անկարգություններին չեն, ուղիղ եթերով մենք տեսանք, թե ինչպես են տատիկին վերման ենթարկում, բա ուր է այդ բարոյականությունը, ինչի մասին ենք մենք խոսում, մենք որ երկրում ենք գտնվում, իմ մոտ տպավորությունը կարծես թե մեր երկիրը գրաված է ինչ-որ մեկ այլ օտարազգի պետության կողմից և ոստիկանությունն էլ այդ օտարազգի պետության ներկայացուցիչներն են ու դաժան հաշվեհարդար են տեսնում են ժողովրդին։ Ես կուզեի բոլորի ուշադրությունը գրավել այս հանգամանքների վրա և անհապաղ ազատ արձակվեին ապօրինի ձևով ձերբակալված և իրենց գլխին գործեր սարքել։